Բաքվում Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն և խիստ բողոք հայտնել այդ երկրների խորհրդարանների ընդունած բանաձևերի առիթով։ Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության, դրանք իբր անպատասխանատու փորձ են ուղղված խախտելու Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և իբր պարունակում են լիովին կեղծ և անհիմն գնահատականներ։ Հիշեցնենք, ապրիլի 16-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն ընդունել էր պատգամավոր Դոն Սոեդերի երկու խորհրդարանական միջնորդություն Ադրբեջանում հայ ռազմագերիներին ազատ արձակելու և հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Բելգիայի ներկայացուցիչների պալատը նույն օրն ընդունել էր պատգամավոր Միշել դե Մագդեի բանաձևը անվտանգության միջազգային երաշխիքների ներքո Ղարաբաղի բնակիչների վերադառնալու իրավունքի, Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման և Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցի լուծման մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարել է, որ նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին, քանի որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Փաշինյանի խոսքով հարցի նրբությունն այն է, որ այս քայլով իրենք փորձում են բացառել արևմտյան Ադրբեջանի, արևելյան Թուրքիայի և նմանատիպ այլ խոսույթների շուրջ քննարկումները։ Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Նույնը եւ երեք ես խոսեցի նաեւ այդ թեմայի մասին։ Եթե հղում ենք անում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք, այսպես ասած, որդեգրում ենք արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը։ Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Տաճարը կառուցվել է 2000-ից 2019 թվականներին և համարվում էր Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այսօր եկեղեցու ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ եւ այսօր շարունակվում է մեր աչքի առաջ, ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության եւ իր հայրենիքում ապրելու եւ վերադառնալու իրավունքի դեմ։ Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ, այլ համակերպում կատարվող հանցագործությանը։ Նրանք պարտավոր են անհապաղ եւ հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր, միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել նպաստել Մանասյանի այցին Բաքու, սակայն հայկական կողմը դեռևս որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերել։ Վարդանյանը կոչ է արել կազմակերպել ՄԻՊ-ի եւ գերիների հարազատների այցը Բաքու, նշելով, որ իր կինը եւս պատրաստ է միանալ այդ առաքելությանը։ Ուղերձում նա քննադատել է պաշտոնական Երևանին տնտեսական բանակցությունների ֆոնին գերիների իրավունքների եւ առողջական խնդիրների հարցը օրակարգից դուրս թողնելու համար։ Խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին։ Արդյոք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ձեր ղեկավարած հաստատություն ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական եւ իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված Հայաստանի քաղաքացիների շահերի անտեսումը Հայաստանի կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։
3 ուշ երեկոյան Երևանում ավտոբուսի վարորդ է դանակահարվել։ Հալաբյան փողոցից 44-ամյա տուժածին շտապօգնության հերթական խումբը տեղափոխել է Արմենիա բուժ կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ըստ ոստիկանության դանակահարող ուղևորը նախնական տվյալներով եղել է անսթափ վիճակում, նախ վիճաբանել է, ապա դանակով հարվածել ու փախուստի դիմել։ Ձեռնարկվում են միջոցառումներ հարձակվողին հայտնաբերելու եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մամուլը տեղեկացնում է, որ Երևանի ավտոբուսի պարկի վարորդների շրջանում ընդվզում է հասունանում։ Նրանք աշխատում են առավոտյան 5-ից մինչև գիշերվա 1-ը, հետո ընդամենը 1 օր հանգստանում։ Նաև պարբերաբար արժանանում են քաղաքապետի հանդիմանությանը, թե ձրի երթևեկող ուղևորներին չեն ստիպում վճարել ուղևարցը։ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը Բաթումիում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկամարտի արծաթե մեդալ 58 կիլոգրամ քաշային կարգում։ Ալեքսանդրան 2025 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ 2025-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ։